Թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների երրորդյա մեդիատուրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ավելի քան 7.5 միլիոն դրամ է ծախսվել։ Տեղափոխման, կեցության և սննդի ծախսերը կազմել են 7.550.280 դրամ։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գործ Արուկյանը։ Թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը, կանտոնների խորհուրդը, Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում, հայերի վերադարձի հնարավորության ապահովում վերնագրով նախագիծ է ընդունել։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել խորհրդի 46 անդամներից 29-ը։ Ըստ այդմ Շվեյցարիայի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության սկսելու առանձնացված հարթակ հիմնելու կոչ է արվել։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված անձանցից ավելի քան 21800-ը աշխատանքի են անցել Հայաստանում, իսկ 4600-ից ավելի տեղահանվածներ գրանցվել են որպես ինքնազբաղված կամ կազմակերպության հիմնադիր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել այս մասին։ Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականի ընթացքում հաստատվել է հատուկ զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է բացառապես Արցախից բռնի տեղահանված անձանց համար։ Ծրագրի մեկնարկից այս տարվա հունվարից 1800 անձ արդեն իսկ աշխատանքի է անցել, իսկ այս պահին ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 2180-ը։ Երևանը 2024 թվականի ամենաաղտոտված քաղաքների վարկանիշում 816-րդն է։ IQAir-ի տեղեկացմամբ Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկված է նարնջագույն գոտում, սա նշանակում է, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելի նորման գերազանցում է 3-ից 5 անգամ։ Վարկանիշային սանդղակում Թբիլիսին զբաղեցրել է 1645-րդ տեղը, իսկ Բաքուն 1243-րդ տեղը։ Այսինքն այս քաղաքներում օդն ավելի մաքուր է, քան Երևանում։ Վարկանիշային աղյուսակում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 8954 քաղաք։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար 18-ամյա բլոգերի է ձերբակալել։ Տեսանյութը տարածվել է մարտի 15-ին TikTok սոցիալական ցանցում։ Նշվում է, որ ադրբեջանական բանակը սահմանին պատրաստվում է ռազմական գործողությունների։ Պետական անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Ծառայությունը պնդում է, որ կադրերը նկարահանվել են այս տարվա փետրվարի 27-ին։ Պնդում են նաև, որ այդ տեսանյութին ավելացվել են կադրեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում տեղադրվել են սոցիալական ցանցերում իրականությունը չարտացոլող լրատվական նյութերի հղումներով։ Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում։ Արտենի Արագածավան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետր հատվածում բախվել են Opel և Nissan Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով երկու վարորդներն ու Nissan-ի բոլոր ուղևորները մահացել են։ Կա 4 զոհ, այդ թվում 9 ամսական երեխա ու կին։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Air Arabia Abu Dhabi ավիաընկերությունը հունիսի 1-ից մեկնարկելու է Abu Dhabi Երևան Abu Dhabi երթուղով չվերթները։ Արմենիա միջազգային օդանավականների տեղեկացմամբ չվերթներն իրականացվելու են շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ։ Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար ցանկացողները կարող են այցելել ավիաընկերության կայք։ Սվետլանա Ավդիշյան, ժամ լրատվական։